Այսօր Համիուժը տեղափոխվում է մի ժամանակաշրջան, որտեղ համերն ու հուշերը քայլում էին կողք կողքի։ Բարի գալուստ Soviet Club, իմպրովիզացիոն թանգարան-ռեստորան, որտեղ ամեն սեղան, ամեն բաժակ եւ անգամ պատիժամացույցը հիշողություն է։ Այս յուրահատուկ վայրի հիմնադիրը Հայկը տարիներ շարունակ հավաքել եւ հավաքագրել է խորհրդային կենցաղի տարբեր իրեր, ափսեներից մինչև աթոռներ, կենցաղային կարևոր նշանակություն ունեցող իրերից մինչև յուրահատուկ էլեմենտներ, որոնք ժամանակին զարդարել են երևանյան բնակարանները։ Իմ զրուցակիցը մարդ է, ով սպասարկման արվեստում կարողացել է հասնել բարձրագույն կետի եւ այն վերածել է իսկական կոչման։ Միհրդատը մետրդոտել է, ով իր ճանապարհը սկսել է որպես մատուցող դեռ հեռավոր 60-ականների վերջերից։ Նա անցել է խորհրդային ռեստորանների ոսկե դարը, աշխատելով եւ Անի եւ Դվին հյուրանոցներում։ Եվ պատկերացրեք, որքան պատմություններ գիտի։ Զավեն Անի որ գրած ես, Անիում ձեր աշխատած Անիում աշխատել եմ որպես մատուցող, իհարկե 70 թվականից 1900 իհարկե։ Ահա, մենք մտանք հին խորհրդային, այսինքն ոչ այդքան հին, ես հիշում եմ այս ինտերիերները, շատ հետաքրքիր մի սենյակ, ինչ էր տեղի ունենում հայկական սրճարաններում, սովետական։ Հայկական սրճարաններում միշտ եղել են լեցուն հաճախորդներով, իհարկե, և ուտեստեղենը եղել է բազմաբովանդակ, հայկականից սկսած, իհարկե են ժամանակ այդքան եվրոպականի վրա ուշադրություն չէին դարձնում, ինչպես հիմա, և միշտ բազմաբովանդակ է եղել հաճախորդների ցանկությունը։ Այստեղ կան տարբեր նկարներ ու այստեղ կաք դուք Հարությունյան Միհրդատ մետրդոտել 81 թվական Դին հյուրանոց։ Ինչ հայտնի մարդիկ էին գալիս, ինչ էին ուտում, ինչ էին ձևավորում, որն էր ժամանակվա այդ միջավայրը սրճարանի։ Մարդիկ, որոնք իրոք քաղաքի մասայի մեջ ճանաչված էին որպես իրանց բերանի համը իմացում։ Այդ որն էր, այսինքն ոնց էին գալիս Դվին կամ ուրիշ հյուրանոց կամ ռեստորան, ոնց էին հասկանում որն է լավը, որը վատը, իրար պատմում էին։ Չէ, թե խոհարարին գիտեին։ Առանց պատմելու դա համը մեր խոհարարները այն ժամանակվա ներողություն աղը տեղն էին անում, աղը։ Իսկ համը տալիս աղը։ Հաստատ լավ բան եք ասում, համաձայն։ Այո, մեզ մոտ ժամը, ուրեմն ես ձեզ ասեմ անկեղծ, ուրեմն ժամը 9-ին առավոտյան բացվում էր, մենք հաց չէինք կարողանում ուտել մինչև գիշերվա ժամը 1-ը։ Այդքան ակտիվ հոսքեր։ Ակտիվ, մենք աթոռ չէինք ունենում, վերնում էինք համարներից աթոռ էինք բերում, սեղաններ չէինք ունենում, սեղաններ էինք բերում, անգամ խոհանոցից իրանց ալումինի ռազաչի սեղաններն ենք բերում, ծածկոցը գցում էին, մարդիկ նստում էին։ Այդ սեղանը, որտեղ որ ես նստած եմ, այս մետրդոտելի սեղանը բազմաթիվ անգամ տարել են։ Որպես այլընտրանքային սեղան։ Իհարկե, այո։ Ուզում եմ մեզ պատի մասին մեզ պատմեք։ Ուրեմն ես 1970 թվականին ինտուրիստի կուրսերը սովորել եմ ուրեմն Չարբախի տեխնիկումում, առևտրի ավարտելուց հետո ինձ հավաքագրել են Անի հյուրանոցում որպես մատուցող, աշխատել եմ այնտեղ, ուրեմն այն ժամանակ ինտուրիստի կառավարիչը Իլյա Գևորգովն էր, Իլյա Գայկովիչը, որի շնորհիվ մենք ունեցանք սպասարկման բարձր որակ խորհրդային միության մեջ։ Նախիջևանցի արմատներով։ Այո։ Ես օրինակի համար նրան ճաշակով մարդ չեմ հանդիպել։
շատ մեծ ճաշակով մարդ անհնարավորություններ։ Եվ ինքը ստիպեց, որ հայրենադարձները մեզ մոտ աշխատեն։ Չէին թույլ տալիս այդ ժամանակ։ Արգելք կար։ Արգելք կար, իհարկե արգելք կար։ Իսկ այն ժամանակ այդ որ գալիս էին, դե շատ չէին սրճարաններն ու ռեստորանները, դե ասենք ինչ որ մեկը ուզում է ընկերուհու հետ գալ, մյուսը ուզում է ինչ որ ուրիշ մեկի հետ գալ, օրինակ այդ պահերը ոնց էին անում։ Ու դուք դե գիտեիք, չէ՞, ասում եք, ահա սեղան պահեք նրա համար։ Հիմա ասեմ դա թե չասեմ, մենք դեկտեմբեր, ուրեմն մարտի 8-ին եւ դեկտեմբերի 31-ին մենք մեր հաճախորդների կներեք այդ բառի համար Զավադսկոյի կանանց էինք տեսնում։ Չկամ ես։ Շատ համովներ։ Այսինքն կոնկրետ գալիս են պրոտոկոլային մարտի 8-ը եւ 31-ին, որը որ տոնական օր է։ Իսկ մյուս օրերին Բայց այդ մյուս օրերին գալիս էին դե տարբեր, արդեն պարզ է այդքանը, բայց հետո այդ կանայք այդ մի փոքր քաղաքում ոնց չէին բռնում։ Իրար։ Կարմրեցիք։ Դա արդեն դիլաց հարցն։ Բար երգ, հա։ Օրվելյանի ջազից էին մեզ մոտ աշխատում, Հովիկ կար, բոյով շատ, Միացյալ Նահանգներ գնաց, Լարիսա Դոլինան էր երգում, Կարապետ Հայրապետյանը ջութակահար, Լևոն Մալխասյանը դաշնամուր։ Համի ուժը այս անգամ որոշել է ժամանակի մեքենայով հետ գնալ եւ հասնել հին խորհրդային Երևանի իրականություն, որտեղ որ շատ հետաքրքիր աշխարհ էր։ Եվ թե սուրճի շուրջ էին հավաքվում, թե այն ժամանակվա մեր շատ սիրելի քաղցրահամ կոնյակի կամ այլ ըմպելիքների, ալկոհոլային թե ոչ, եւ որ շատ եռուն ու բեղուն էր այդ սրճարանային կյանքը։ Պարոն Հարությունյան, քանի պատմությանն եք ականատես դուք եղել։ Ճիշտ եք։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել այս յուրահատուկ ատրիբուտների վրա, իհարկե հիշում ենք, որ ծխելը իրապես վնասակար է առողջությանը եւ սա չենք ուզում որևէ կերպ գովազդել, բայց իրանք այն Սովետ միության ժամանակ ընդունված սրճարանային կարևոր ատրիբուտներից էին եւ մեր կոնյակը տեսնում ենք, չէ, այստեղ փոշոտված շշերը այն 5 թվականների դրսից բերած լիկյորներ, որ նոր մուտք էին գործում սովետական Հայաստան։ Մենք այդ ժամանակ չգիտեինք այդ ինչ բաներ են, որովհետև նոր էին գալիս, նոր էին բերվում մեզ մոտ, եւ այն ժամանակ կար այս տեսակ հասկացողություն մեր հյուրանոցներում կար վալյուտնի բար։ Այսինքն արտասահմանյան փողով առնում էին խմիչք։ Մտնում էին այնտեղ տուրիստների համար էր դա, տեղացիները իրավունք չունեին մտնել։ Բայց ո՞նց էին կարողանում համակարգել, տեսնել տեղացին եկավ, թե ոչ։ Ժուչոկները ամենուր էին։ Հա, ճիշտ է։ Դե չար տղաներ լինում էին, որոնք դեզու էին գտնում շուտ համապատասխան մարմինների հետ։ Վերադառնանք Դվին, որտեղ դուք ասացիք 120 հոգանոց բար։ 30 կներեք 130 հոգանոց նստելատեղով բար Դվինում։ Այո։ Հիմնական մատուցում ենք այնտեղ տոնական կոնյակ, տոնական այստեղ հիմա Հոբելյանական, սրա մի քիչ ուրիշը։ Հա, տոնականը 15 տարեկան է։ 79 թվականին մենք ունեինք Սաշա անունով մի DJ, շատ լավ DJ, շատ լավ։ Ինչ էր միացնում։ Եվրոպական երաժշտություն։ Հա, այսինքն արդեն դե ձնհալից հետո էր արդեն կարելի էր։ Հա, երաժշտական բան, եվրոպական ժամանակակից երաժշտություն գալիս նորից եմ ասում, ասեղ քսելու տեղ չկար, վերևից նայում էի, ցած լիքը ժողով բան։ Ինչքան էին գալիս, մոտ ամենաշատ քանակը մարդկանց։ Դե մեր ռեստորանը 450 տեղանոց էր։ Այդքան մարդ գալիս է։
Ամեն օր։ Բայց ինչ եմ ասում, սեղանը ենք ավելացնում։ Բայց ամեն օր։ Ամեն օր, այդպես բան չէ լինում, որ քչություն լինի։ Մենք չէինք հասցնում, որ մթերք ստանանք, մենք սպասարկենք։ Միջին հաշիվը ինչքան էին փակում սեղանը։ Հա, ռուբլիով պետք է ասեն, հա, ռուբլիով միջինը երևի միջին 50-60 ռուբլի կարգի։ Դե բայց այդ աշխատավարձի չափ էր էլի համարյա։ Չէ, մի 70-80 ռուբլին միջին աշխատավարձը չէր։ Այն ժամանակ ես ասեմ, որ գալիս էին ասենք թե կոլեկտիվներով, բանվորական, ֆաբրիկաների կան, ամեն մարդ 10 ռուբլի դնում էր, գալիս էին ուտում։ Հա, տեսեք, այսինքն կոլեկտիվով էին վճարում, ոչ թե մեկը պատրվում էր։ Հա, չէ, բայց չէ, այն ժամանակ մեկն էր տալիս, որ ասենք 6 հոգով, 5 հոգով գալիս էր, մեկն էր տալիս։ Շնորհակալություն։ Կախարդական իմ փայտիկ։ Ահա, մենյուն եկավ։ Մենյու, այո։ Էս ինչ է, ռեստորան Ուրարտու։ Էս այո, դե այդ մեր ինտուրիստիններ հետո տվեցին Տրեստին, դարավ Ուրարտու, առաջ երիտասարդական մալաձորնի կաֆե էր։ մենք խոսում ենք երիտասարդ կուկուռուզնիկի մասին, թե չէ։ Չէ, Անին կա։ Հա, Անին, ինտուրիստը, վերջ հասկացա։ Դա հիմա որ բանը, Զեփյուրեն սա ռեստորան։ Ապրեք, այդտեղ ինտուրիստներ, ճիշտ է։ Մալաձորնի կաֆե էր, Մալաձորնի կաֆե։ Հետո դարավ Ուրարտու։ Հասկացա, այ հիմա լրիվ հիշեցի։ Դա առանձնացավ։ Իլյա Գագևիչից վերցրեց Տրեստը, դա Հասկացա։ ինտուրիստից կդրվեց դա, հասկանում եք։ Հետո սա արդեն Ուրարտուինն է, որը որ նորից մեր խոհարարներն են աշխատել, մետր դոտելները եւ մատուցողները եւ բոլոր մեր ժողովուրդն է աշխատել, որը որ նույն մենյուն են ունեցել, որը որ մենք ենք ունեցել Անիում, Դվինում եւ այլն։ Ընդունված, այսինքն խաշացավ, հավ մարինադո, մայրաքաղաքային։ Այո։ Ահա, աղցանները, թարմ կաղան, պոմիդոր, դե սովետական հիմնական մթերքները։ Ձկնկիթ հատիկավոր, ձկնկիթ կարմիր։ Այդ դե պարտադիր էր։ Այո։ Ձկնկիթ հատիկավոր, ձկնկիթ կարմիր, այո։ Հիմա ճիշտ պետք է գրվի, էլի, ճիշտ են գրել այստեղ։ Հասկանում ես։ Հատիկավորը դե բանն է։ Գրում են, ասենք թե մենյուներ կա, գրում է իկրա չորն է։ Չորները դες բան չկա, իկրա չորնի չի լինում։ Zerniste իկրա, որը որ ասեք թե բանը, ասետրովի բան, ձկնատեսակներից է ստանում, ասեք, սևրուգանից բան եւ այլն։ Եվ կետավայի իկրան կարմիր իկրան արդեն։ Հասկանում եք, էդ հիմա որ այդտեղ կարդացեք հավաքաշած, այո, մարինադո։ Մարինա, ես գիտես ինչքան լավ խորտիկ էր էս մարինադված։ Չէ, չեմ պատկերացնում։ Ընտիր բան է։ Ինչ էր իր մեջ։ Հավեր, պերեցի տակ, պերեց։ Այն մեր հայկական սովետական պերեցի տակ։ Դա խաշած հավի կտորեր այնքան լավ էին ուտում, դրա հերթի տակ աշխատում։ Բայց էս լավ բան եք ասում, գտնենք մենք սրա ռեցեպտը։ Ես էդի տես նոր տեսա, միշտ ասում եմ պետք է արվի սա։ Դուք սա սարքել գիտեք, պարոն Հարությունյան։ Ես չգիտեմ, բայց իմ խոհարարները կարող են սարքել։ Գերագետ խորտիկ է, գերագետ։ Հիմա սրանք որ կան, այս մեր վարպետներն են արել։ Իրանք ուրեմն ոնց են ասում իր արտադրանքը, собственное производство, չէ՞ ոնց ասում։ Հիմա սրանք չկան այս վարպետները, հասկանում ես, սրանք են ստեղծել այս կերակրատեսակները։ Հավի արգանակ ձևով, ես դա կերել եմ մեր տանը, հայրիկս էր սարքում ու ես եմ սարքում, բայց ես չեմ տեսել։ Որ ջարդում են մեջը ձուն։ Ու ես հիմա չեմ տեսել որևէ մեկի տանը դա։ Նորից եմ ասում, մենք տալիս էինք բորշ սպերաշկամի։ Վաու։ Մի գրագետ բան։ Մենք օրեգան գիտես 100 լիտրերով բորշ էինք ծախում։ Պերաշկի մեջ ինչ էր։ Միս։ То есть մսով բորշ, պիրաժոկներ, կարկանդակներ։ Այո։ Okay։ Չխրթմա ունեք։ Տեսեք ինչ հետաքրքիր է։ Սովետ միության ժամանակ ամենահին մենյուներից մեկն է իմ ձեռքում գրված է, օրինակ, պանիր սովետական, ճակերտավոր, պանիր չանախ ազգային։ Գժություն էլի։ Պանիր լորի ազգային։
Հասկանում եք, ազգային պանիր, այսինքն սա իրապես լորի պանիրը ուրիշտեղ չեն կարող ստանալ, որտեղ դրա այդ մեխանիզմի բաղադրությունը հենց կոնկրետ այդ ազգային բաղադրությունն է։ Եվ այդպես, լիքը լավ բաներ կան այս մենյուում։ Շատ բաներ եմ տեսել, շատ մեծամեծ մարդկանց եմ սպասարկել։ Ու կարևոր հարցեր էին լուծում, չէ՞, այդ սեղանի շուրջ։ Հա, դե բնական է, իհարկե, ես ազգային անվտանգության պետերին էլ եմ սպասարկել գաղտնի իրանց դարչաներում, բանում։ Դե ինձ մեկ դե որ մենք ինտերեսում աշխատում ենք, ասում են վերջը մեզ դե պիտակավորում են, որ մենք էլ ենք ազգային անվտանգության ծառայողներ։ Դե մի քիչ հա, մի քիչ ամեն ինչ գիտենք, էլի։ Ինչ որ ճիշտն արել եմ, ստիպված եմ եղել, որովհետև ինչ է կամ ինֆորմացիան լսում եք։ Դա դաշնակցականների հետ որ գալիս էին բանը, հա, ինֆորմացիան էր։ Իսկ լինում էր, որ զգուշացնում եք, ասենք, ձեր եղել է, ես արել եմ։ Չգիտեմ ինչքանով տեղը հասե, բայց մեղքս եկել եմ որ հայելի։ Բա ոնց եք օրինակ ասել, որ չվնասեք ձեզ, բայց իրենք էլ հասկանան։ Դե անշկունքով արել եմ, որքանով հասկացել եմ, հա, գնացեք։ Դե մենք ամեն ինչ անում ենք, որ ձայնագրվում է, անգամ ձայնագրվում է։ Իսկ կոնկրետ սեղաններն էին ձայնագրվում, թե ընդհանուր չէ 400 քանի հոգանց սրահը ոնց կձայնագրեին այդքան։ Այդ ինչ տեխնիկա են ունեցել սովետները։ Դե ունեցել։ Ասում եք էլի, 21-րդ դարում այդ չեն կարողանում անել, նրանք Դե հիմա ես չեմ կարող լրիվ բացահայտեմ։ Արդեն անցած էտապ է, բացահայտեք։ Չէ, դե հիմա սեղանների տակ էին դնում այդ պրտիկները։ Ափսեների։ Այդ ոնց էին դնում, որ չերևար այդ տափակապսը։ Դե հիմա ինչ ասել, դե չգիտեմ։ Իսկ պարոն Հարությունյան, մի հատ հարց տամ, էլի։ Արվեստագետները, մտավորականները մեր որևէ этаպի, որ գալիս էին, իրենք ունեն իրենց նախընտրելի տեղը, սեղանը, չգիտեմ, իրենց սիրած ուտելիքը, կամ այ թող մեզ ավենիչը սպասարկի, որովհետեւ անպայման, բոլոր ունեն իրենց սիրելի միջավայր, ասենք, սեղանը, սպասարկող մատուցողը, երաշտական մասի մոտ գտնվել է, հեռու գտնվել է, դրանք սա նպաստավոր պայմաններ են հաճախորդների համար։ Քանի տարվա աշխատանքային փորձ ունեք, պարոն Հարությունյան։ Ես 45 տարուց ավելի։ 45 տարուց ավելի պարոն Հարությունյանը ապրում է մատուցման ոլորտում որպես լավագույն մասնագետ եւ նաեւ ուսուցիչ, նաեւ արդեն coach կամ մենթոր, ինչպես ուզում եք կարող եք անվանել, ու սովետ ակումբում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, Սեբաստիա փողոցը շատ յուրահատուկ տեսք ստացավ հենց այս ակումբի գոյությամբ, եթե ձեզ հետաքրքիր են իրական մանրամասները, համեցեք այստեղ, պահանջեք պարոն Հարությունյանին, որպեսզի պատմի ձեզ ու այդ ներքին կարևոր հարաբերություններն իմանալը շատ սիրուն լրացնում է մեր ընդհանուր դիմապատկերը, մեր հայերիս, մեր տարածաշրջանի այս պայմաններում գոյության եւ առհասարակ մեր մշակութաբանության, որովհետեւ սուրճի ըմպելու մշակույթից մինչեւ այս պաղպաղակամանները ունեն կոնկրետ պատմություն։ Խորհրդային տարիներին խոհանոցը պարզապես ճաշ պատրաստելու տեղ չէր։ Տանը մայրիկի ձեռքերի շնորհիվ ծնված համերը իրենց բույրն էին տարածում ամբողջ շենքով, բորշի բույրով, փլավով, լոլիկով, ճաշով։ Ճաշարանում լռելիային հերթերը սպասում էին իրենց 25 կոպեկանոց կոմպոտին եւ կոտլետին։ Իսկ ռեստորաններում մարդը իրեն շատ տարբեր էր զգում։ Լավ հագնված, էլեգանտ, մի բաժակ կոնյակը պատվիրած, երկող դաշնակահարի ձայնի ներքո բիֆստրոգանով, բիֆշտեքս կամ ձուկ էին պատվիրում։ Ժամանակն ուներ իր առանձնահատուկ ճաշակը, որը գուցե շքեղ չէր, գոնե ոչ այսօրվա աչքով, բայց ավելի նուրբ էր եւ զուսպ։ Իսկ հիմա, երբ վինտաժ բառը դարձել է մոդայիկ եւ հնի մասին պատկերացումները դարձել են աղոտ, մարդիկ ուզում են վերապրել նաեւ վինտաժ համերն ու առնչվել այդ մշակույթին։ Գուցե վերադառնալ անցյալ, իրենց հիշողություններին։ Հասկանում եմ, ժամանակը երբեմն վերադառնում է եւ նոր սերնդի համար, ու նրա համար դառնում ուսումնասիրության նոր առարկա։ Կամ պարզապես ժամանակը հոսելով եւ անցնելով առաջ ապացուցում է, որ այն ինչ ապրել ենք, որակով էր, գեղեցիկ եւ ճաշակով։
Այսօրվա մեր համիուժյան վազքի մեջ մենք հասցրեցինք այցելել Երևանի թիվ 6 արհեստագործական քոլեջ, որտեղ ապագա խոհարարներն ու մատուցողները սովորում են ոչ միայն բաղադրատոմսեր, այլ նաև մասնագիտության մշակույթը, հարգանք հյուրի հանդեպ, սեր աշխատանքի նկատմամբ եւ իհարկե համերի գաղտնիքները։ Ուսանողների թիվն այսօր արդեն հասել է 400-ի, մինչդեռ 2006 թվականին նրանք ընդամենը 80-ն էին։ Տիկին Սոֆիա, քանի տարվա խոհարար եք։ 50 տարվա խոհարարի կողքին կանգնելը ձեզ ասեմ մեծ համարձակություն է ուզում։ Եվ Արսենը Արմենակյան, որը որ շահել է շատ կարևոր ու գլխավոր տեղ, եւ մենք կխոսենք իր չեմպիոնության մասին ու Տիգրանը, ողջույն Տիգրան ջան։ Այսօր սովորողները պատրաստելու են բեստրոգոնով եւ պատրաստելու ենք կոտլետներ։ Որպես խավարտ ընտրել ենք տապակած կարտոֆիլ, իսկ կոտլետների համար որպես խավարտ ընտրել ենք հնդկաձավարի քաշովի։ Սիրում եմ այդ բանը, հնդկաձավարի քաշովի։ Մեր առաջին ուտեստը բիֆստրոգանովն է։ Ըստ իս Երևանում ամենահամեղ բիֆստրոգանովը մատուցում են Շարլ կաֆե ռեստորանում։ Այս ուտեստը ստեղծվել է Ռուսաստանում 19-րդ դարի վերջերին կոմս Ալեքսանդր Ստրոգանովի պատվին, հենց նրա խոհարարի կողմից։ Այս ուտեստը տավարի նուրբ շերտերով է եւ թթվասերային թանձրուկով։ Սովետական խոհանոցում այն դարձավ դասական շատ կարճ ժամանակում։ Մատուցվում էր տապակած կարտոֆիլի հետ, պարզ, բայց ճաշակով։ Պատմեք, խնդրում եմ, ինչ մրցույթեր եւ ինչ ուտեստով դուք հայտնվեցիք ձեր չեմպիոնությունում։ Սկսենք ամենասկզբից Հայաստանում լինում է վերջի 2 տարում երիտասարդ ուսանող խոհարների մրցույթ, որը կազմակերպում է Հայաստանի խոհարների ասոցիացիան։ Մասնակցեցի այդ մրցույթին ամառը 2024 թվականի, մրցույթը տեղի ունենում նույն օրերին։ Մի խոսքով թույթը հաղթեցի, հետո ինչ ուտեստով։ Ուտեստներ ոնց են հաղթում խոհարարները։ Իրանք տալիս են բաղադրիչների ցանկ կոնկրետ, դուք պետք է պարտադիր օգտագործեք 50%-ը, ուտեստ հորինեք, կոնկրետ չկա, պետք է հորինենք։ Այսինքն պետք է լինի այնտեղ ճիշտ բալանսավորված, բաղադրիչները ճիշտ ընտրած, համերը ճիշտ բալանսավորված, այո։ Մի խոսքով, Հայաստանում մրցույթը հաղթելուց հետո հաղթողը ընտրվում էր որպես Հնդկաստանում կայանալիք ամենամեծ խոհարարական մրցույթին, Յանգշեֆ Օլիմպիադ մրցույթին։ Հայաստանի մասնակից որպես։ Մի րոպե, Յանգշեֆի պահով Արսենը ընդամենը 18 տարեկան է։ Մի նայեք իր այդ բոյով պայծառ էությանը, երեխա է։ Գնում ենք Հնդկաստան, մասնակցում ենք մրցույթին։ Առաջի փուլի ժամանակ պատրաստեցինք բանջարեղենային ուտեստ, բանջարեղենային կոտլետեր սիսեռով ոսկով մենք ենք օրինել։ Ֆինալի մրցույթին հմտության թեստը ձուկ էին տվել ոսկրազատման համար, 2 կիլոյոնած այսենց մեծ հնդկական բեկթի ձուկ է։ Հայաստանում չկար այդ ձկից։ Մի խոսքով դրա ոսկրազատումն էր, հետո 2.5 ժամ ձուկով ուտեստ ու շոկոլադի դեսերտ պատրաստելու համար ձկով պատրաստել էինք մոզաիկա, կանաչ մաղադանոսի փոշիով, սիմոն ռիզոտոյով։ Չէ, բաներ է ասում, որոնց գլուխս էսպես եմ անում, բայց լիքը բան չեմ հասկանում։ Մոզաիկա, կանաչ մաղադանոս։ Ես հիմա ձեզ կարամ ցույց տամ։ Չէ, հիմա չէ, սպասիր։ Beef Stroganoff, խորհրդային կլասիկա։ Բաղադրիչներ 4-ից 6 անձի համար։ Տավարի փափուկ միս, ֆիլե, բատ 500 գրամ, սոխ 1 հատ, թթվասեր 200 գրամ, ալյուր 1 ճաշի գտալ, կարակ 50 գրամ, արևածաղկի ձեթ 2 ճաշի գտալ, աղ սև պղպեղ ըստ համի, մանանեխ իհարկե ցանկության 1 թեյի գտալ, մանր կտրտած մաղադանոս, զարդարելու եւ համի համար։ Պատրաստման եղանակը։ Նախ պատրաստում ենք միսը։ Տավարի միսը կտրտում ենք բարակ, երկար շերտերի ձողիկների պես, համեմում աղով ու պղպեղով։ Խորհուրդ է տրվում թողնել 10-ից 15 րոպե, համերն ամրապնդելու համար։ Սոխն իհարկե չկար Ստրոգանովի խոհարարի բաղադրատոմսում, բայց խորհրդային խոհանոցում այն իհարկե դարձավ հիմնական բաղադրիչ։ Անձամբ ես գերադասում եմ այն պատրաստել առանց սոխի։ Եթե պատրաստում ենք սոխով, ապա պետք է կտրատել կես օղակների ձևով, տապակել կարագի ու մի փոքր ձիթայյուղի մեջ, մինչև թափանցիկ ու մեղմ ոսկեգույն դառնալը։ Միսը այս պատմության գլխավոր հերոսն է։ Առանձին թավայում տապակում ենք միսը, բարձր ջերմաստիճանում, արագ, որպեսզի գույնը պահի, բայց ներսում փափուկ մնա։ Միացնում ենք իհարկե սոխի հետ։ Թանձրուկը ճաշակի թագուհի։
Մեկ ճաշի գտալ ալյուրը լուծում ենք մի փոքր ջրում կամ 1-ից 2 ճաշի գտալ տաք արգանակում, ավելացնում ենք թթվասերը եւ ցանկության դեպքում մանանեխը։ Լցնում ենք մսի վրա, թողնում ենք, որ եփվի 5-ից 10 րոպե փակ կափարիչի տակ։ Զարդարում եւ մատուցում։ Բիֆստրոգանովը մատուցում ենք տապակած կարտոֆիլի հետ, դասական տարբերակում, կամ պյուրե, բրինձ, հնդկաձավար, գուցե նաեւ սպանախ, շատ դեպքերում վրան ավելացնում են թթու վարունգ։ Վրայից մի պտղունց մաղադանոս, որ հիշենք, սա տոն է, տոն, ոչ թե սովորական ուտեստ։ Սովետ միության ժամանակ ունեցել ենք շատ հետաքրքիր մտածողություն։ Այս էր ուտելիքը, այս էր, էլ չէին ավելորդ բաների մասին մտածում ու ժամանակ ծախսում։ Ու ամենակարևորը, որ վերջում համեղ էր, ու մարդիկ շփվում էին իրար հետ, ու գուցե էական էլ չէր, թե ինչ է դրված սեղանին, բայց կար ամենակարևորը, հարաբերություններ, բա։ Տիգրան, մի հատ արի տես լավ է սոսը, թե դու քո կոտլետների տիրակալն ես, լավ է սոսը, ոնց ես մնալքում, 10-ից 10, տրես, ապրես։ Այս ուտեստի համը հիշեցնում է մայրիկի ուտելիքի բույրը կամ ռեստորանի լռության մեջ մատուցված մսի փափկությունն ու շքեղությունը, առանց ավելորդությունների։ Երկրորդ ուտեստը անփոխարինելի կոտլետն է, տնական, մայրիկի պատրաստած մեր սիրելի ուտեստը, յուրահատուկ մանկության համով, ճաշարանների սիրված մենյուն, հետն էլ հնդկաձավարի փլավը, որն առողջարար է, սննդարար եւ իհարկե թե այն ժամանակ, թե հիմա միշտ հասանելի։ Ասեմ իմանաք, 1970-ականների ճաշարանների գները այսպիսին էին։ Օրինակ, կոտլետը 22 կոպեկ, հնդկաձավարը 9 կոպեկ, ընդհանուր մի ճաշը միջինում արժեր մոտ 30-ից 35 կոպեկ։ Եթե այն վերածենք այսօրվա դրամին, ապա կկազմի մոտավորապես 70-ից 80 հայկական դրամ։ Այնինչ այժմ նման ուտեստի համար վճարում ենք միջինում 2000-ից 3000 դրամ։ Ահա դասական խորհրդային կոտլետի բաղադրատոմսը, ուղիղ եւ ճիշտ այնպիսին, ինչպիսին մատուցվում էր սովետական ճաշարաններում եւ պատրաստվում մեր տատիկների համեղ ձեռքերով։ Խորհրդային կոտլետ, ժամանակի պատվավոր համը։ Բաղադրիչներ 4-ից 5 անձի համար մոտ 10 կոտլետ։ Տավարի աղացած միս 400 գրամ կամ խառը, տավարի եւ խոզի միսը միասին։ Սոխ 1 հատ, կտրատած կամ աղացած, կամ ցանկալի է առանց սոխի։ Հաց առանց կարծր մասի, այսինքն փափուկ հատվածը, 2 կտոր, կաթ մոտ 100 մլի հացը թրջելու համար, 1 հատ ձու, աղ սև պղպեղս ճաշակի, ալյուր տապակելու համար, ձետ կամ յուղ կրկին տապակելու համար։ Տիգրան, պատմիր բալես, ինչ միս է։ Սա տավարի աղացած միս է։ Յուղով, անյուղ։ Յուղով, անպայման յուղով, որպեսզի մեր միսը, հենց մեր կոտլետների զանգվածները շատ հյութալի ստացվեն։ Մենք ավելացրեցինք մեր մսի զանգվածին թրջած հացը կաթով, հետո պետք է մենք ավելացնենք մեր զանգվածին աղ, սև պիպար եւ սոխը, ընդհանուր զանգվածը խառնում ենք ձեռքերով, պատրաստում ենք ձվի չափով կոտլետներ, հատուկ ձեռքի շարժման միջոցով ստանում ենք կաթիլի ձև ունեցող կոտլետներ եւ հետո տապակում ենք։ Որպետ է Տիգրան, ինչ է կանում վաղը, ես ուզում եմ Տիգրան տանեմ տուն պահեմ։ Տիգրան ջան, այ հիմա հարց ունեմ։ Այս սիրուն փափուկ համով մաքուր ձեռքերով որ հնցում եք, ինչի հետ ես համաձայն եմ։ Հիմա մեր այս վերջին этаպում ոչ միայն մեր դիտողներից շատերը սկսում են բացականչություններ անել։ Ձեռնոցը, այդ լատեքսի ձեռնոցներով որ մտնում ենք մսի մեջ, այդ մսի համը ինչ պիտի լինի։ Եթե ձեռքը չզգա մթերքի համը, ժողովուրդն ասում է ձեռնոց հակած կատուն մուկ չի կարող բռնել։ Ես ինչ լավ արտա կերակ։ Բա ինչ։ Ձեռնոց հակած կատուն մուկ չի, դրա համար այդ մուկը չի բռնվում։ Ձեռքը պիտի զգա մթերքի համը։ Առաջին հերթին մթերքի համն ու հոտը ձեռքն է զգում, որպես զգայական, շոշափելիքի միջոցով։ Համաձայն եմ։ Հետո երբ աղ պղպեղն է բանում, արդեն շնչառական օրգաններն են աշխատում։
ճիշտ եք։ Իսկ եթե ասում եմ բերանի համով պղպեղն անում ես, արդեն զգայական բերանի համով եք անում։ Այսինքն բոլոր զգայարանները պետք է որպեսզի մենք ուտեստը ճիշտ հասկանանք։ Անպայման։ Կիսապատրաստուկի ժամանակ բոլոր զգայարանները պիտի աշխատեն։ Հացը թրջում ենք տաք կաթի մեջ։ Ջուրն էլ կարելի է, բայց սովետական խոհանոցը նուրբ էր նույնիսկ այս պարզության մեջ։ Թողնում ենք 5 րոպե, հետո լավ քամում։ Աղացած միսը, թրջած հացը, սոխը, աղացած կամ մանր կտրտած, ձուն, աղն ու պղպեղը մի լավ խառնում ենք։ Լավ խառնում ենք ձեռքով, մինչև մածուցիկ ու միասեր զանգված դառնալը։ Խոհարարները կասեին ձեռքի ջերմությամբ համն ավելի քաղցր է դառնում։ Հանգիստ համերի համար։ Զանգվածը թողնում ենք 10-ից 15 րոպե, սառնարանում, համերն իրար հասկանալու, բարևելու եւ միասին ընկերանալու համար։ Կոտլետների ձևավորում։ Ձեռքերը թրջելով ձևավորում ենք օվալաձև կոտլետները եւ պաքսիմատապատում ենք։ Իսկ տապակումն արդեն ոսկեգույն հիշողությունն է։ Տաք ձեթի կամ յուղի մեջ տապակում ենք երկու կողմից, մինչև գեղեցիկ թեթև ոսկեգույն կեղև ստանալը։ Թավան հետո կարելի է ծածկել կափարիչով ու եւս 5-ից 7 րոպե շատ թույլ կրակի վրա պահել, ներսից փափուկ մնալու համար։ Ինչի հետ մատուցել։ Լավ հարց է։ Հնդկաձավարի փլավով, կարտոֆիլի պյուրեով կամ մակարոնով, ինչպես ճաշարանում էր։ Բացի համից, համեստությունն էլ էր կարևոր։ Երկու փոքրիկ կոտլետ դնում ենք մի կողմ ու փլավը, կողքին էլ կոմպոտ կամ սովորական կողավոր բաժակի մեջ կիսատ գինի, իհարկե տոնորերին։ Այսօր որպես խավարդ մենք պատրաստեցինք հնդկաձավարը, սովետական պարզության համով մարգարիտը։ Բաղադրիչներ 4 անձի համար։ Հնդկաձավար 1 բաժակ, ջուր 2 բաժակ, աղ ըստ ճաշակի, կարագ կամ բուսայուղ 30-ից 50 գրամ ըստ նախասիրության։ Հնդկաձավարը մի քանի անգամ լվանում ենք, մինչև ջուրը մաքրվի։ Եռացող ջրի մեջ ավելացնում ենք հնդկաձավարը, աղ ենք անում եւ եփում ցածր կրակի վրա, փակ կափարիչով, մոտ 15 րոպե։ Հետո կրակն անջատում ենք եւ թողնում 5 րոպե, որ նստի, հոգին հավաքի։ Վերջում ավելացնում ենք մի կտոր կարագ, հենց վրան, թող դանդաղ խալչի, ինչպես մի գեղեցիկ հին հուշ երեկոյան լռության մեջ։ Ուրեմն այսպես, աշխարհում հենց այնպես չեն ստեղծվում համերն ու ուտեստները։ Դրանք ստեղծվում են մարդկանց ձեռքի, մատների, քիմքի, մտածողության, որակի շնորհիվ։ Եվ դրանով էլ են համեմվում։ Հիմա ես կարծում եմ, որպեսզի դուք լինեք երկարակյաց, գեղեցիկ, երիտասարդ եւ նույնքան էներգիաբլեցուն, ինչպիսին Տիկին Սոֆյանը, դուք պետք է համեղ պատրաստել սովորեք, չէ՞ Տիկին Սոֆյա։ Եկեք ուտենք, տեսնենք ինչեր եք արել, ինչեր։ Եթե համեղ է, պարզ է, որ իմ մասնակցությունն է մեջը։ Իհարկե։ Եթե խնդիրներ կան, պարզ է, չէ՞ որ ես ընդհանրապես կապ չունեմ։ Սա իհարկե ինձ տարավ լրիվ մեր սովետական խոհանոց, հա, Տիկին Սոֆյա, ինչ է։ Դուք ասել եք, որ համադրություն դնենք սովետականը եւ արդի։ Շնորհակալություն Տիկին Սոֆյա, Արսեն ջան։ Ինչ անեն մարդիկ, որպեսզի սովորեն խոհանոցում պատրաստել եւ որն է գաղտնիքը։ Սերը։ Ամեն ինչի հիմքն էլ սերն է գաղտնիքը։ Գաղտնի բաղադրիչ հենց ասած չկա։ Եթե պետք է անես պրոստը անելու համար չէ։ Պետք է ամեն ինչը սիրով ու մենակ խոհանոցում չէ ցանկացած գործ, եթե սիրով անում ես, միշտ բարձունքների հասնես։ Եվ իհարկե վերջում դեսերտ։ Չնայած հիմա կասեինք աղանդեր, բայց սովետական խոհանոցում վերջինը դեսերտն էր։ Սովետական ժամանակների շոկոլադե թխվածքը պատրաստվում էր բիսկվիթով, կակաոյի փոշով եւ այն բաղադրիչներով, որոնք կային գրեթե բոլորի տներում՝ ձու, ալյուր, մի քիչ կարագ եւ իհարկե սեր, շատ սեր։ Շոկոլադե թխվածք բիսկվիթի հիմքով, բաղադրիչներ՝ 3 հատ ձու, շաքարավազ 1 բաժակ, ալյուր 1 բաժակ, կակաոյի փոշի 2 ճաշի գդալ, սոդա կամ փխրեցուցիչ 1 թեյի գդալ, կարագ 100 գրամ, քացախ սոդան մարելու համար։ Հավկիթները հարում ենք ոչ թե վեճով, այլ սիրով։ Դրանք հարում ենք շաքարավազի հետ միասին, մինչև թեթև դեղնավուն փրփուր ստանալը։ Ավելացնում ենք կարագը, կաթը, կակաոյի փոշին։
շարունակում ենք խառնել։ Ալյուր գումարում ենք փխրեցուցիչ, հավասար է բարձր տրամադրություն։ Ալյուրը խառնում ենք սոդայի հետ, մարել ենք արդեն քացախով, ավելացնում ենք զանգվածին։ Ամեն ինչ պետք է լինի հարթ, առանց գնդիկների եւ անշտապ։ Թխում ենք 180 աստիճանում, մոտ 25-ից 30 րոպե։ Կարող ենք ստուգել փայտիկով, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է։ Մի նրբություն։ Կակաոյի փոշին խորհրդային թխվածքների շոկոլադն էր։ Այն փոխարինում էր թանկարժեք բաղադրիչը իր փխրուն պարզությամբ։ Խորհրդային թխվածքի շոկոլադե հոգին։ Բաղադրիչներ. կակաոյի փոշի 2 ճաշի գդալ, շաքարավազ 3 ճաշի գդալ, կաթ 100 մլ, կարագ 50 գրամ եւ մի փոքր վանիլին, բառացիորեն մի պտղունց։ Ուրեմն կակաոյի փոշին խառնում ենք շաքարավազի հետ մի փոքր կաթի օգնությամբ, մինչև դառնա միասեռ մածուկ։ Լցնում ենք մնացած կաթը եւ դնում թույլ կրակին, անընդհատ խառնելով։ Վերջում ավելացնում ենք կարագը, որը կամաց հալչում է եւ դարձնում զանգվածը սահուն, փայլուն եւ հիասքանչ բուրումնավետ։ Ցանկության դեպքում կարելի է մի պտղունց վանիլին ավելացնել, մեր սիրելի հոտը, մանկության։ Կրեմը թողնում ենք սառչի, պետք է սառչի սենյակային ջերմաստիճանում։ Այն քսում ենք բիսկվիթային շերտերի մեջ առատորեն, որպեսզի ներծծվի։ Վերջում լցնում ենք արտաքին շերտի վրա էլ, ամբողջությամբ ծածկելով թխվածքը, որպեսզի այն հիշեցնի շոկոլադե սալիկ, բայց իհարկե մնա թեթև եւ տնային։ Ցանկության դեպքում վերևից զարդարում ենք մանր կտրտած ընկույզով կամ շաքարի ու կակաոյի փոշով։ Այս կրեմը խորհրդային ընտանիքներում կոչվում էր կակաոյի կրեմ։ Այն արագ էր, հասանելի եւ պոտենցիալ վտանգավոր գտալով փորձողների համար։ Իսկ եթե վերջում քեզ բաժին էր հասնում այն տարան, որի մեջ պատրաստվել էր կրեմը, ուրեմն այդ օրը իսկապես քո օրն էր եւ դու երջանիկ էիր, շոկոլադե համով երջանիկ։ Մեր ծնողների, տատիկ-պապիկների սերունդը ապրեց մի ժամանակաշրջանում, երբ սննդի եւ նրա ստեղծողների նկատմամբ պատկառանք ու հարգանք կար։ Երբ սնունդը կարող էր լինել եւ համեղ, հագեցնող, եւ մաքուր ու պարզ, առանց ավելորդությունների, բայց ստեղծված սիրով։ Մեր ծնողներն ավելի շատ աշխատում էին, քայլում, ապրում շարժման մեջ ու անընդհատ ինչ-որ բան հայթայթելու, նոր բան սովորելու եւ իրար վայելելու ընթացքի մեջ։ Ու գուցե հենց դա էր այն գաղտնի բաղադրիչը, որն այսօր երբեմն մեզ այդքան պակասում է։ Համյուժն այսօր մի փոքր հետ նայեց ոչ թե հնանալու կամ անցյալով ապրելու մոլուցքի համար, բոլորովին, այլ գնահատելու եւ վերաիմաստավորելու, նաեւ ձեզ ճիշտ ու պատմականորեն ներկայացնելու համար։ Թող մեր սեղանները միշտ լի լինեն ոչ միայն սննդային համեղություններով, այլ նաեւ անուշ եւ թանկ հիշողություններով։ Կհանդիպենք։ Ձեզ հետ ես էի, Նազենի Հովհաննիսյանը։ Առայժմ